Բարև բոլորին, ով որ երկրից որ նայում է, առավոտ, երեկո, չգիտեմ, գիշեր, ով որ ժամին որ ինձ դիտում է, դրա համար էլ ասում եմ բարև բոլորին։ Ողջունում եմ բոլորին սիրելիներս, դուք գտնվում եք իմ խոհանոցում, մի մեծ ընտանիքի պես, հիմա միասին պատրաստելու ենք վինեգրետ, ամենահամեղ աղցաներից մեկը։ Ես իմ տարբերակով եմ պատրաստելու, չգիտեմ ով ինչպես է պատրաստում, սա իմ սովորական դասական տարբերակն է, որ շուտ եմ պատրաստում ձմեռը, նախ օգտակար է, ճիշտ է, բանջարեղենը էփելուց արդեն իր օգտակար հատկությունները մեծ մասամբ կորցնում է, եթե կարող եք շոգ է խաշել, շատ լավ կլինի, շոգ է խաշեք, որպեսզի ավելի օգտակար լինի։ Դե մնացածի մասին ընթացքում արդեն կխոսանք, սիրելիներս, բազուկը, կարտոֆիլը, գազարը, մեր մոտ Իտալիայում գազարը շատ տխուր գազարներ են վաճառում այստեղ, մեծ սիրուն գազարներ երբեք այստեղ չի լինի, չես հանդիպի ու համնել այդքան դուրս չի գալիս, բայց ինչ արած, յոլա են գնում, այսպես ասեմ, մի կերպ համակերպենք։ Հա, իդեպ, նախապես էփել եմ բոլոր բաղադրիչները, իսկ լոբին, ես երկու տեսակի լոբի եմ միշտ օգտագործում, կարմիր և սովորական, ինչպես որ ասում են գորիսի լոբի, ոնց եմ կարոտել, այդպիսի համեղ լոբի է, փարկասոսը համեղ է, երկու տեսակը որ լինում է, շատ համեղ է ստացվում, դե իմ կաղամբի թթուն է, դեռ հլը չի դարել, բայց այն որ սկզբից է, չի սկսում թթվել, որ ամենահամեղ պահն է, հիմա համեղ պատրաստելու ենք։ Անցնում ենք գործի, առաջինը կտրատում ենք կարտոֆիլն ու գազարը։ Սիրելիներս, կարտոֆիլն ու գազարը այսպես հենց մեծ կտորներով եմ էփել, մանր չեմ կտրատել հետո, որպեսզի շատ չփշրվի, ավելի հեշտ է այսպես իմ համար։ Ու հետո արագ-արագ կտրատում ենք։ Աշխատեք շատ մի էփեք, որպեսզի պյուրե չստացվի։ Վերջ, կարտոֆիլը վերջացրեցի, հիմա անցնում եմ գազարին։ Գազարն էլ արագ-արագ կկտրատենք։ Իդեպ ես շատ մանր չեմ կտրատում, քանի որ ինքը խառնելուց էլ մի քիչ մանրանալու է։ Գիտեմ, որ վինեգրետ աղցանի պատրաստման շատ տարբերակներ կան, կցանկանայի, որ դուք գրեիք, թե ինչպես եք դուք պատրաստում օրինակ։ Ես շատ տեսակներով պատրաստել եմ, տարբեր բաղադրատոմսերով պատրաստել եմ, մորքուրից վերցած, հորքուրից վերցած, քերակին կամ ընկերուհի կամ տարբեր գրքերից, բայց ես մնում եմ այս դասական տարբերակի մեջ։ Այդ կցանկանայի իմանայի դուք ինչպես եք պատրաստում։ Եթե դժվար չէ, մեկնաբանություններում գրեք ձեր պատրաստման օրինակ եղանակը կամ թեկուզ բաղադրիչները։ Իդեպ այսօր աշխատանքի վայրում ընկերուհուս ասում եմ, որ պետք է գնամ աղցան պատրաստեն, իրենց միշտ հետաքրքիր է, թե մենք ինչպես ենք սնվում, ինչպեսի ուտեստներ ենք պատրաստում, ասեցի, որ վինեգրետ աղցան են պատրաստելու, բնականաբար շեշտելով, թե ինչ բաղադրիչներ են, հենց կարմիր բազուկի անունը որ տվեցի, հենց մի տեսակ դեմքը փոխում է ու ասում է, ոնց դուք դա ուտում եք, ասում եմ ինչի, ուտելու չի, որովհետև իրենց խանութներում շատ դժվար ես հանդիպում, շատ դժվար կարող ես կարմիր բազուկ գտնել։ Ես օրինակ ռուսական խանութներ գոյություն ունեն, իրենց պատվիրում ենք, իրենք են բերում 10 կիլոյով, ու այդպես ես այդ երկու շաբաթվա մեջ բորշ, աղցաններ, թթու, բազուկով, այդպես մաքսիմալ օգտագործում եմ։ Այնպես որ իտալացիների խոհանոցի մեջ այդքան էլ շատ չկա։ Մի երկու տեսակ թեթև աղցան են անում, բայց համեղ չի։ Իրենց տարբերակները դուրս չի գալիս։ Այ հիմա թթուն ենք կտրատում։ Թթուն պետք է լինի կաղամբի թթու։ Չգիտեմ ինչու, ես փոքրուց միշտ սիրել եմ, տեսել եմ, համ տեսել եմ այդպես։ Երևի մեր մոտ Սյունիքում այդպես են պատրաստում, բայց վարունգի թթվով էլ են պատրաստում, այնպես չի որ չենք պատրաստում։ Այդ կաղամբի թթվով մի ուրիշ համ ու հոտ ունի։ Ավելացնում ենք լոբին։ Հիմա առատ կանաչի եմ կտրատելու, համեմ է իմ մոտ, բայց մաղադանոսով ավելի համեղ է ստացվում, որ կտամ մաղադանոսով կագործեք պետրուշ։
աղ ենք անում, քանի որ թթու կա, զգուշ ենք լինում, շատ աղ չանենք։ Համեմունքներից միայն սև պղպեղ։ Իդեպ կարելի է նաև սոխ ավելացնել, բայց ես սոխ չեմ ավելացնում, որովհետև երեխաները չեն ուտում սոխով։ Մի փոքրիկ բաժին հետո ես կառանձնացնեմ իմ ու ամուսնուս համար սոխով կավելացնեմ, ու այդպես մենք կուտենք։ Կանաչին էլ ավելացնում ենք ու մի լավ խառնում ենք։ Իդեպ այս աղցանը պետք է առատ պատրաստեք, որովհետև շատ համեղ է։ 2 օրում վերջանում է։ Ու ես այս աղցանը սիրում եմ ավելի շատ հաջորդ օրը, որովհետև հաջորդ օրը համերը ավելի լավ են խառնված լինում ու աղցանը ամբողջովին լավ մուկ մանուշակագույն է լինում։ Հիմա այդքան էլ գույնը լավ չի լինում, չէ՞, հաջորդ օրը ավելի գեղեցիկ է լինում։ Դե հիմա արի ու խառնի։ Այնքան լացրեցինք ամանը, մեծ էլ աման էի վերցրել, բայց դե ոչինչ, հիմա զգուշությամբ կխառնենք։ Մի լավ կխառնեմ, համը կփորձեմ, որպեսզի աղը հասկանամ ինչպիսին է, բայց չտապեք շատ աղ ավելացնել, որովհետև հետո թթուն, գիտեք, իր գործը կանի։ Բա չեք ասում, ձեթը մոռացել ես, Երա ջան, ախր ասում եմ, մի ո՞ր պակասում է աղցանից, ձեթը մոռացել եմ, ասես լցնում եմ մատուցելու համար, որպեսզի նկարեմ, սիրուն նկարներ անեմ, հասկանում եմ, որ չի փայլում։ Հետո իմացա, որ ձեթ չեն կարել։ Այնպես որ շատ կարևոր է, ամենակարևորն է ձեթը, սիրելիներս, ձեթ արեք։ Մի լավ խառնեք։ Հիմա այն մյուսի մեջ էլ կանենք, ու արդեն կհամտեսենք։ Այն հիմա փայլում է։ Սիրելիներս պատրաստեմ էր հասարակ, բայց շատ համեղ աղցանը իդեպ շատ հագեցնող ու շատ օգտակար։ Անպայման պատրաստեք, վայելեք, ձմռանը ամենահամեղ, ինչու ոչ նաև ամռանը, բայց հիմնականում ձմեռն ենք պատրաստում, աշուն ձմեռ չէ։ Ամենահիմնական աղցաններից մեկն է, տանը շուշուտ եմ պատրաստում ու շատ հաճույքով երեխեքը ուտում են։ Նույնիսկ եթե ճաշ չպատրաստեք, սա պատրաստեք, ինքը ամբողջովին լավ հագեցնող ուտեստ է։ Սիրելիներ, շնորհակալ եմ, որ դիտում եք, շնորհակալ եմ գեղեցիկ խոսքերի համար, մեկնաբանությունների համար։ Կհամտեսեմ, կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կհանդիպենք հաջորդ տեսանյութին։ Ինչպես միշտ, սիրով հատուկ ձեր համար։ Շատ համեղ, դիրեմ։